Պատկերացրեք, ձեր ամենաթանկ մարդը իրականում ուրիշի կյանքն է ապրում։ 20 տարի առաջ հիվանդանոցի պատերի ներսում մի սարսափելի հանցագործություն է կատարվել, ազդեցիկ ընտանիքի պատիվը փրկելու համար։ Նորածինների ճակատագրերը դաժանաբար փոխանակվել են, և մի մոր ստիպել են հավատալ, որ իր երեխան մահացել է։ Իրականում նրա որդին մեծացել է մեկ այլ ընտանիքում, չիմանալով, որ իր ամբողջ կյանքը կառուցված է ստի վրա։ Այսօր մենք կբացահայտենք, թե ինչպես է հաջողակ վիրաբույժ մայրը բախվում է մղձավանջային ճշմարտությանը և ստիպված լինում պայքարել մի համակարգի դեմ, որը պատրաստ է ամեն ինչի իրեն լռեցնելու համար։ Բայց ամենակարևորը, ինչ կպատահի, երբ որդին իմանա, որ իր սիրելի մայրը կենսաբանական չէ, իսկ իր իսկական մայրը դեռ ողբում է իրեն։ Մենք ցույց կտանք այն պահը, երբ գաղտնիքը պայթում է։ Սա պատմություն է ոչ թե ստի, այլ այն գնի մասին, որը մենք վճարում ենք ճշմարտության համար։ Սեղմեք բաժանորդագրվել հիմա և գրեք ձեր քաղաքը մեկնաբանություններում, տեսնենք, թե քանիսն ենք մենք։ Վիրահատական լամպի սառը անողոք լույսի տակ Հելեն Մարգարյանի աշխարհը կատարյալ էր, ճշգրիտ, կանոնակարգված և իր լիակատար վերահսկողության ներքո։ Նրա ձեռքերը, որոնք սովոր էին կյանք ու մահ բաժանող բարակ սահմանագծին աշխատել, երբեք չէին դողուն։ Սրտի մոնիտորի հավասարաչափ ձայնը նրա համար ավելի հաճելի երաժշտություն էր, քան ցանկացած սիմֆոնիա։ Երբ նա վերջին կարը դրեց և հանեց արյունոտ ձեռնոցները, հոգնածությունը խառնվեց հաղթանակի զգացումի հետ։ Նա ևս մեկ կյանք էր փրկել։ Բայց նա դեռ չգիտեր, որ հենց այդ օրը իր սեփական կյանքն էր կանգնելու փլուզման եզրին։ Աշխատասենյակի լռության մեջ հեռախոսազանգը սկզբում սովորական էր թվում, մինչև քարտուղարուհու անհանգիստ ձայնը հնչեց։ Հելեն Արմենովնա, քաղաքային հիվանդանոցից են։ Մի մահամերձ կին, Կարինե անունով, պնդում է, որ պետք է ձեզ խոստովանություն անի։ Ասում է, դա վերաբերում է ձեր որդուն, Դավիթին։ Հելենի սիրտը մի պահ կանգ առավ։ Ինչ կարող էր իմանալ մի անծանոթ կին իր որդու մասին, որին նա որդեգրել էր 22 տարի առաջ որպես լքված երեխայի։ Հիվանդասենյակի ճնշող օդը լի էր մահվան և դեղերի հոտով։ Կարինեի աչքերը տենդագին փայլում էին հնամաշ դեմքին։ Նրա չորացած շուրթերից դուրս եկած շշուկը ավելի սուր էր, քան ցանկացած վիրաբուժական դանակ։ Ներեք ինձ, բժիշկ, ձեր տղան, Դավիթը, այդ գիշեր փոխանակում եղավ։ Յուրաքանչյուր բառը սառույցի կտորի պես խրվում էր Հելենի սրտի մեջ։ Ազդեցիկ Վարդանյանների երեխան մահացած ծնվեց։ Գլխավոր բժիշկ Արման Վարդանյանը ստիպեց ինձ փոխել երեխաներին։ Առողջ տղային, ձեր Դավիթին, տվեցինք նրանց, իսկ իսկական մորը, միայնակ աղջկան, ասացինք, որ իր երեխան մահացել է։ Հելենը զգաց, թե ինչպես է հատակը սահում իր ոտքերի տակից։ Իր ամբողջ կյանքը, իր մայրությունը, իր սերը, միթե այս ամենը հիմնված էր սարսափելի ստի վրա։ Կարինեի վերջին խոսքերը որպես դատավճիռ հնչեցին նրա գլխում։ Բայց Վարդանյանները չկարողացան պահել երեխային։ Մի քանի օր անց նրան թողեցին մանկատան դռանը, իսկ իսկական մայրը նա դեռ տառապում է։ Տուն վերադառնալով Հելենը մեխանիկորեն բացեց իր հին փաստաթղթերի արկղը։ 22 տարի նա չէր նայել այդ թղթերին։ Եվ ահա, Դավիթի որդեգրման փաստաթղթի վրա, մանկատանի տնօրենի ստորագրության կողքին նա տեսավ այն անունը, որը դարձավ նրա մղձավանջի խորհրդանիշ։ Մանկաբարձական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Ա. Վարդանյան։ Դա այլևս զառանցանք չէր։ Դա ճշմարտություն էր, որը պատրաստվում էր այրել իր աշխարհը մինչև հիմքերը։ Նրա առաջին քայլը դեպի հիվանդանոցի արխիվն էր, բայց այնտեղ նրանց սպասում էր առաջին փակուղին։ Այդ տարիների փաստաթղթերը ոչնչացել են ջրհեղեղի պատճառով, անտարբեր ասաց արխիվագետը։ Չափազանց հարմար ջրհեղեղ։ Նրա հաջորդ հույսը հին բուժքույրերն էին, բայց նրանցից ոմանք մահացել էին, ոմանք հեռացել երկրից, իսկ մեկը, լսելով Վարդանյանի անունը, վախեցած անջատեց հեռախոսը։ Վախի պատը, որով շրջապատված էր այդ անունը, անթափանց էր թվում։ Նրա մտերիմ ընկեր Լևոնը, լսելով պատմությունը, սառը ջուր լցրեց նրա գլխին։ Հելեն, դու գիտես ում դեմ ես գնում։ Արման Վարդանյանը կայսրություն է կառուցել։ Նրանք քեզ կոչնչացնեն։ Մոռացիր այդ մասին, հանուն Դավիթի։ Բայց Հելենը չէր կարող մոռանալ, հատկապես այն բանից հետո, երբ սկսվեցին սպառնալիքները։ Սկզբում անանուն հաղորդագրություն, որոշ գերեզմաններ պետք է փակ մնան։ Հետո իր մեքենայի ծակված անվադողերը։ Վախը սկսեց խառնվել զայրույթի հետ։ Նրանք ոչ միայն գողացել էին մի կնոջ երեխային, այլև այժմ փորձում էին լռեցնել իրեն։ Մասնավոր դետեկտիվը, որին նա վարձել էր, մի քանի օր անց զանգահարեց և վախեցած ձայնով հրաժարվեց գործից։ Տիկին Մարգարյան, ես իմ ընտանիքը վտանգի տակ չեմ դնի, միայն մի բան պարզեցի, Անահիտ Սարգսյան անունով մի կին Գեղարքուրիքի մարզից այն օրը իսկապես երեխա է ունեցել, գրանցված է որպես մահացած ծնունդ։
Անահիտ Սարգսյան, այժմ ողբերգությունն ուներ անուն, ճնշումն այնքան մեծ էր, որ մի օր վիրահատության ժամանակ Հելենի ձեռքը դողաց, դա երբեք չէր պատահել, նա հասկացավ, որ այս գաղտնիքը թունավորում է իր կյանքի բոլոր ոլորտները, բայց ամենասարսափելի հարվածը սպասում էր նրան տանը, մի երեկո Դավիթը ձեղնահարկից իջավ, ձեռքին պահելով մի փոքրիկ, փոշոտ ձեռագործ վերմակ, որը Հելենը երբեք չէր տեսել, անկյունում ասեղնագործված էր մի տառ, «Մամ, սա ի՞նչ է», հարցրեց Դավիթը, տեսնելով մոր գունատված դեմքը, «Լավ ես, ինչու այդպես նայեցիր, ումն է սա»։ Հելենը նայում էր վերմակին, հետո որդու հարցական հայացքին և հասկանում էր, որ այլևս փախուստի ճանապարհ չկա։ Ճշմարտությունը ոչ թե դրսում էր, այլ իր տանը, իր որդու ձեռքին։ Այդ պահին օդը կարծես պնդացավ, և Հելենի համար յուրաքանչյուր շունչը դարձավ պայքար։ Դավիթի հարցը, պարզ, անմեղ և միևնույն ժամանակ սարսափելիորեն սուր, կախված մնաց նրանց միջև։ Ինչ կարող էր նա ասել։ Ինչպես բացատրել մի բանի գոյությունը, որի մասին ինքն անգամ չգիտեր մինչև վերջերս։ Նրա վիրաբույժի ուղեղը, որը սովոր էր վայրկենական որոշումներ կայացնել կյանքի ու մահվան իրավիճակներում, առաջին անգամ դավաճանեց նրան։ Նա կարողացավ միայն թույլ, անհամոզիչ սուտ մրմնջալ։ Դա ուղղակի հինիր է տղաս, մեր ձեռնահարկում շատ անպետք բաներ կան, երևի նախկին տերերից է մնացել։ Բայց նրա ձայնը դողում էր, իսկ աչքերը խուսափում էին Դավիթի հայացքից։ Դավիթը լուռ նայեց նրան մի քանի վայրկյան, և այդ լռության մեջ ավելի շատ անվստահություն կար, քան ցանկացած բառի մեջ։ Նա ոչինչ չասաց, պարզապես վերմակը դրեց սեղանին և դուրս եկավ սենյակից։ Բայց նրանց միջև առաջին անգամ մի անտեսանելի պատ առաջացավ, կառուցված Հելենի վախից և Դավիթի ծնվող կասկածից։ Հենց որ դուռը փակվեց, Հելենի ուժերը սպառվեցին։ Նա ընկավ բազկաթոռի մեջ, ձեռքերով փակելով դեմքը։ Այդ փոքրիկ, մաշված վերմակը ոչ թե անցյալի մասունք էր, այլ ապագա աղետի նախանշան։ Նրա միտքը կայծակնային արագությամբ վերադարձավ 22 տարի առաջ, մանկատան ստերիլ, անհոտ սենյակ։ Նա հիշեց, թե ինչպես էր առաջին անգամ գրկել փոքրիկ Դավիթին։ Ամուսնու մահից հետո նրա կյանքը դատարկվել էր, և այդ փոքրիկ էակը դարձավ նրա փրկողակը, նրա ապրելու իմաստը։ Մանկատան տնօրենի խոսքերը դեռ հնչում էին նրա ականջներում։ Մայրը լքել է նրան ծննդատանը, ոչ մի փաստաթուղթ, ոչ մի հետք, դուք նրա համար ճակատագրի նվեր եք։ Այն ժամանակ այդ խոսքերը նրան հույս էին տվել, իսկ հիմա թույնի պես այրում էին հոգին։ Նա որդեգրել էր լքված երեխայի, ոչ թե գողացվածի։ Այդ տարբերությունը այն անդունդն էր, որը սպառնում էր կլանել իրեն։ Եվ այդ անդունդի մյուս կողմում մի ուրիշ կին էր, Անահիտ Սարգսյանը։ Մի կին, որը 22 տարի շարունակ ապրում էր այն համոզմամբ, որ իր երեխան մահացել է, մինչդեռ նրա արյունը հոսում էր այն տղայի երակներով, ում Հելենն իր որդին էր համարում։ Հարյուրավոր կիլոմետրեր հեռու, Գեղարքունիքի մարզի մի փոքրիկ գյուղում Անահիտ Սարգսյանը նստած էր իր փոքրիկ դերձակատանը։ Նրա հմուտ ձեռքերը սահում էին կտորի վրայով, ստեղծելով կոկիկ կարեր, բայց նրա մտքերը հեռու էին։ Պատուհանից այն կողմ երեխաների ծիծաղն էր լսվում, և այդ ձայնը ամեն անգամ դանակի պես խոցում էր նրա սիրտը։ Նրա հայացքը կանգ առավ պատին փակցված միակ լուսանկարի վրա, իր երիտասարդ ժպտացող դեմքը։ Այն արվել էր հղիության վերջին ամսին։ Նա այդպես էլ չտեսավ իր տղայի դեմքը, նրան ասել էին, որ երեխան շատ թույլ էր և չդիմացավ։ Բայց մայրական բնազդը երբեք չհանդարտվեց։ Գիշերները նա երազում տեսնում էր մի տղայի, որը նրան մայրիկ էր կանչում։ Նա չգիտեր, որ իր երազանքը իրականություն է, որն ապրում է ուրիշի կյանքով, ուրիշի տանը։ Միևնույն ժամանակ Երևանում շքեղ առանձնատան աշխատասենյակում Արման Վարդանյանը զննում էր իր սեղանին դրված թղթապանակը։ Ներսում Հելեն Մարգարյանի լուսանկարն էր և նրա մասին ամբողջական տեղեկատվություն։ Նրա դեմքը քարի պես անարտահայտ էր, բայց աչքերում սառը կրակ էր վառվում։ Նա կառուցել էր իր կայսրությունը, թաղելով բազմաթիվ գաղտնիքներ, և նա թույլ չէր տա, որ մի կին վիրաբույժ փորփրի այն գերեզմանը, որն ամենախորն էր թաղված։ Հելենը հասկանում էր, որ միայնակ չի կարող պայքարել։ Նա զանգահարեց Լևոնին և խնդրեց անհապաղ հանդիպել։ Սրճարանի կիսախավարում նա պատմեց ամեն ինչ, սկսած բուժքրոջ խոստովանությունից մինչև ձեռագործ վերմակը։ Լևոնը լսում էր գունատվելով ամեն րոպե։ Հելեն, դու գիտակցում ես, թե ինչ ես ասում, վերջապես խոսեց նա։ Արման Վարդանյանը սովորական մարդ չէ, նա ստվերային կայսր է։ Եթե նա իմանա, որ դու փորփրում ես այս պատմությունը, նա քեզ ուղղակի կջնջի։ Քո կարիերան, քո համբավը, ամեն ինչ։ Մտածիր Դավիթի մասին, ինչ կլինի նրա հետ, եթե դու… Լևոնը չավարտեց միտքը, բայց նրա հայացքն ամեն ինչ ասում էր։
Հելենի հոգում պայքար էր մղվում մայրական սիրո և ճշմարտության պահանջի միջև։ Բայց երբ նա վերադարձավ տուն, հասկացավ, որ ընտրության հնարավորություն այլևս չունի։ Դավիթը համակարգչի դիմաց էր նստած, էկրանին բացված էին հին լրատվական կայքեր, և նա կարդում էր հոդվածներ Արման Վարդանյանի և նրա ընտանիքի մասին։ Նա գլուխը բարձրացրեց, և նրա հայացքում Հելենը տեսավ ոչ թե կասկած, այլ սառը վճռականություն։ Նա սկսել էր իր սեփական հետաքննությունը։ Հենց այդ պահին Հելենի հեռախոսը զանգեց, անհայտ համար էր։ Նա վերցրեց խոսափողը և գծի մյուս ծայրից լսվեց մի սառը, իշխող, մետաղական ձայն, որը նա միանգամից ճանաչեց լուրերից։ Բժշկուհի Մարգարյան, ես Արման Վարդանյանն եմ, կարծում եմ մենք խոսելու բան ունենք։ Արման Վարդանյանի ձայնը հեռախոսի մեջ հնչում էր այնքան հանգիստ ու սառը, որ Հելենի երակներում արյունը սառեց։ Դա ոչ թե հրավեր էր խոսակցության, այլ հրաման ներկայանալու։ Վաղը ժամը 12-ին, իմ գրասենյակում, մենակ եկեք։ Կապն անջատվեց, բայց նրա խոսքերի սառնությունը դեռ կախված մնաց օդում։ Հելենը նայեց Դավթին, ով լուր հետևում էր այդ կարճ, բայց լարված խոսակցությանը։ Նրա որդու հայացքում այլևս մանկական անհոգություն չկար։ Այնտեղ կար հարց, պահանջ և մի նոր անծանոթ խստություն։ Նա էր, հարցրեց Դավիթը, և դա ավելի շատ պնդում էր, քան հարց։ Ինչ է ուզում։ Հելենը փորձեց իրեն ձեռքը վերցնել, կիրառել այն պրոֆեսիոնալ հանգստությունը, որով ղեկավարում էր վիրահատությունները։ Ես կգնամ, կլսեմ, թե ինչ ունի ասելու։ Դու մի անհանգստացիր, սա մեծահասակների խնդիր է։ Բայց այդ խոսքերը կեղծ հնչեցին անգամ իր համար։ Դավիթը թերահավատորեն գլխով արեց։ Մամ, ես այլևս երեխա չեմ։ Եթե սա ինձ է վերաբերում, ես իրավունք ունեմ իմանալու։ Նրանց միջև ճեղքվածքը խորանում էր։ Հելենը հասկանում էր, որ որքան շատ փորձի պաշտպանել նրան, այնքան ավելի շատ կկորցնի նրա վստահությունը։ Հաջորդ առավոտ Հելենը մտավ Վարդանյանի բիզնես կենտրոնի շքեղ նախասրահ։ Ամեն ինչ, մարմարե հատակից մինչև փայլուն վերելակները, խոսում էր իշխանության և անսասան հարստության մասին։ Արման Վարդանյանի աշխատասենյակը հսկայական էր, քաղաքի համայնապատկերով։ Ինքը Վարդանյանը նստած էր մեծ, կաղնե սեղանի հետևում։ Նրա հայացքը սուր էր ու թափանցող, կարծես ռենտգենի ճառագայթ լիներ։ Նա ձեռքով աթոռնի նշանարեց, առանց ոտքի կանգնելու։ Բժշկուհի Մարգարյան, ուրախ եմ ձեզ տեսնելու, ասաց նա, ձայնի մեջ քաղաքավարության և թաքնված սպառնալիքի խառնուրդով։ Ես գնահատում եմ ձեր աշխատանքը, դուք լավագույն վիրաբույժներից եք մեր երկրում։ Ցավալի կլիներ, եթե ինչ-որ անհեթեթ թյուրիմացություն խանգարեր ձեր փայլուն կարիերային։ Սա նախազգուշացում էր։ Հելենը որոշաց ուղիղ գնալ նպատակին։ Պարոն Վարդանյան, ես այստեղ չեմ եկել իմ կարիերան քննարկելու։ Ես ուզում եմ իմանալ ճշմարտությունը իմ որդու Դավիթի մասին։ Վարդանյանը թույլ ժպտաց, բայց ժպտիտը չհասավ նրա սառը աչքերին։ Ճշմարտությունը։ Ճշմարտությունն այն է, ինչ մենք ստեղծում ենք, բժշկուհի։ Դուք որդեգրել եք լքված երեխայի և նրան հրաշալի կյանք եք տվել։ Ինչ կարիք կա փորփրելու անցյալը, որը միայն ցավ կբերի բոլորին։ Մտածեք ձեր որդու մասին։ Ինչպես նա կարձագանքի, եթե իմանա, որ իր ամբողջ կյանքը սխալմունք է։ Նա ընդգծեց վերջին բառը, այն դարձնելով զենք։ Հելենը չնահանջեց։ Դա սխալմունք չէր։ Դա հանցագործություն էր։ Դուք գողացել եք մի կնոջ երեխային։ Վարդանյանի դեմքը մի պահ քարացավ։ Զգույշ եղեք ձեր բառերի հետ։ Դուք ապացույցներ չունեք։ Միայն մահամերձ զառանցող բուժքրոջ խոսքեր։ Ոչ ոք ձեզ չի հավատա։ Իսկ ես կարող եմ ձեր կյանքը դժոխքի վերածել։ Ես կարող եմ այնպես անել, որ դուք այլևս երբեք վիրահատական դանակ ձեռքներդ չվերցնեք։ Մի ստիպեք ինձ դա անել։ Ուղղակի մոռացեք այս ամենը։ Ձեր և ձեր որդու համար սա լավագույն տարբերակն է։ Սպառնալիքը բացահայտ էր։ Հելենը հասկացավ, որ այս մարդու հետ սովորական մեթոդներով պայքարելն անհնար է։ Նա ոտքի կանգնեց։ Ես չեմ մոռանա։ Ես կգտնեմ այդ կնոջը, Անահիտ Սարգսյանին։ Այդ անունը լսելով Վարդանյանի ինքնավստահ դիմակը մի ակնթարթ ճակ տվեց։ Նա չէր սպասում, որ Հելենն այդքան բան գիտի։ Դուք մեծ սխալ եք գործում, շշնջաց նա, երբ Հելենը դուրս էր գալիս սենյակից։ Դռան հետևում Հելենը հենվեց պատին, փորձելով հանգստացնել բաբախող սիրտը։ Նա հասկացել էր երկու բան. Վարդանյանը մինչև վերջ կպայքարի և իր միակ հույսը Անահիտին գտնելն է։ Նա որոշեց գործել։ Հաջորդ օրը աշխատանքից հետո նա նստեց մեքենան և ուղևորվեց դեպի Գեղարքունիքի մարզ։ Ճանապարհը երկար էր ու ձանձրալի, և յուրաքանչյուր կիլոմետրի հետ նրա վճռականությունը խառնվում էր աճող անհանգստության հետ։ Իսկ ինչ, եթե Անահիտը չի ուզենա խոսել։ Ինչ, եթե նա չի հավատա իրեն։ Իսկ ամենասարսափելին, ինչ, եթե նա պահանջի իր որդուն։
Գյուղը փոքր էր, փոշոտ փողոցներով։ Հելենը մի քանի հոգու հարցնելուց հետո գտավ Անահիտի փոքրիկ տունը։ Դուռը բացեց մի տխուր, հոգնած աչքերով կին։ Նրա դեմքին տարիների ցավը խորը հետք էր թողել։ «Բարև ձեզ», սկսեց Հելենը, զգալով, որ կոկորդը չորացել է։ Ես ուզում էի ձեզ հետ խոսել 22 տարի առաջ տեղի ունեցած մի դեպքի մասին, Երևանի ծննդատանը։ Անահիտի դեմքը քարացավ։ Նրա աչքերում մի պահ վառվեց հին ցավի կայծը, հետո փոխարինվեց անվստահությամբ և վախով։ «Ես չգիտեմ, թե դուք ով եք և ինչ եք ուզում», կտրուկ ասաց նա։ «Ես խոսելու բան չունեմ, խնդրում եմ հեռացեք»։ Եվ նա փակեց դուռը Հելենի դեմքի առաջ։ Հելենը մնաց կանգնած փակ դռան դիմաց, զգալով իրեն լիովին ջախջախված։ Նրա վերջին հույսը հենց նոր մահացավ։ Հուսահատված, նա պատրաստվում էր հետ դառնալ, երբ նկատեց, որ իր մեքենայի կողքին կանգնած է մի սև, առանց համարանիշների մեքենա։ Ներսում նստած երկու տղամարդիկ ուշադիր հետևում էին իրեն։ Վարդանյանը նրան մենակ չէր թողել։ Նա ընկել էր թակարդը։ Սև մեքենան շարժի չչանջատեց։ Այն պարզապես կանգնած էր այնտեղ, որպես լուռ, սպառնալից հիշեցում, որ Հելենի յուրաքանչյուր քայլը վերահսկվում է։ Վախի սառը ալիքը անցավ նրա մարմնով, բայց այն արագ փոխարինվեց զայրույթի տաք բռնկմամբ։ Նա եկել էր այստեղ ճշմարտությունը գտնելու, ոչ թե վախկոտի պես փախչելու։ Անտեսելով հետևողներին, նա նորից թակեց Անահիտի դուռը, այս անգամ ավելի համառ։ Մի քանի լարված վայրկյան անց դուռը կիսաբացվեց։ Անահիտի դեմքին վախ էր, բայց նաև մի փոքր հետաքրքրություն։ «Ինչ եք ուզում», շշնջաց նա, աչքի պոչով նայելով սև մեքենային։ «Նրանք ձեզ հետ են»։ «Այո», հաստատեց Հելենը, ձայնը հնարավորինս հանգիստ պահելով։ «Եվ դա պետք է ձեզ համոզի, որ ես ճիշտն եմ ասում։ Ես գիտեմ, թե ինչ են ձեզ արել 22 տարի առաջ։ Ես գիտեմ, որ ձեր որդին ողջ է»։ Այդ խոսքերը կախարդական ազդեցություն ունեցան։ Անահիտի աչքերը լայնացան, նրա ձեռքը բարձրացավ դեպի բերանը։ Նա դողալով դուռը լայն բացեց և Հելենին ներս հրավիրեց։ Տունը համեստ էր, բայց մաքուր։ Օդում չորացած խոտաբույսերի և թախծի հոտ էր։ Հելենը պատմեց ամեն ինչ, զգուշորեն ընտրելով բառերը, փորձելով մեղմել անխուսափելի հարվածը։ Նա խոսում էր բուժքրոջ խոստովանության, Վարդանյանի սպառնալիքների, իր սեփական կասկածների մասին։ Անահիտը լսում էր քարացած, նրա դեմքը դարձել էր անկենդան դիմակ։ Երբ Հելենը վերջացրեց, սենյակում երկար լռություն տիրեց։ Հետո Անահիտը դանդաղ մոտեցավ հին պահարանին և դողացող ձեռքերով այնտեղից հանեց մի փոքրիկ, մաշված տուփ։ Նա բացեց այն։ Ներսում խնամքով դրված էր մի փոքրիկ, ձեռագործ վերմակ։ Ճիշտ նույնը, ինչ Դավիթը գտել էր իրենց ձեղնահարկում, միայն թե այս մեկի անկյունում ասեղնագործված էր Դ տառը։ «Ես երկուսն էի կարել», հազիվ լսելի ձայնով ասաց Անահիտը։ «Մեկը Ա տառով, իմ անունով, մյուսը Դ տառով։ Ես որոշել էի նրան Դավիթ անվանել»։ Հելենի շունչը կտրվեց։ Ամեն ինչ համընկնում էր։ Դա սարսափելի, անհերքելի ապացույց էր։ Այդ պահին նա հասկացավ խնդրի իսկական մասշտաբը։ Սա այլևս միայն իր և Դավիթի պատմությունը չէր, սա երկու մայրերի, երկու կոտրված ճակատագրերի և մի գողացված կյանքի պատմություն էր։ Նրանց խոսակցությունը ընդհատեց դրսից լսվող մեքենայի շարժիչի ձայնը։ Սև մեքենան հեռացել էր։ Բայց դա Հելենին չհանգստացրեց։ Նա գիտեր, որ սա ընդամենը ժամանակավոր դադար է։ Վարդանյանը նրանց ժամանակ էր տալիս, որպեսզի նրանք գիտակցեն իրավիճակի անելանելիությունը։ Հելենը հասկացավ, որ Երևան վերադառնալն այլևս անվտանգ չէ։ «Դուք չեք կարող այստեղ մնալ», ասաց նա Անահիտին։ «Նրանք գիտեն, որ ես այստեղ էի, նրանք կարող են վնասել ձեզ»։ Անահիտի աչքերում առաջին անգամ վախի փոխարեն վճռականություն հայտնվեց։ «Ես 22 տարի եմ վախեցել, այլևս չեմ վախենա, ես ուզում եմ տեսնել իմ որդուն»։ Այդ պահանջը, որքան էլ արդարացի, սուր դանակի պես խոցեց Հելենի սիրտը։ Նա գիտեր, որ այս հանդիպումն անխուսափելի է, բայց նա պատրաստ չէր դրան, ոչ հիմա, ոչ այսպես։ Նա համոզեց Անահիտին ժամանակավորապես տեղափոխվել իր քրոջ տուն, մոտակա քաղաք, մինչև ինքը մի ելք գտներ։ Երբ Հելենը վերադարձավ Երևան, նրան սպասում էր ևս մեկ հարված։ Նրա տան դուռը բաց էր։ Ներսում ամեն ինչ տակնուվրա էր արված։ Սա սովորական կողոպուտ չէր, նրանք ինչ-որ բան էին փնտրում։ Իսկ հետո նա տեսավ սեղանին դրված մի թուղթ։ Դա Դավիթի ձեռագրով գրված կարճ նամակ էր։ «Մամ, ներիր ինձ, ես այլևս չեմ կարող այսպես շարունակել, ես կնում եմ, պետք է մենակ մնամ, հասկանամ, թե ով եմ ես, մի փնտրիր ինձ»։ Հելենի ոտքերը ծալվեցին, ամեն ինչ փլուզվում էր միանգամից։ Վարդանյանը, Անահիտը և հիմա Դավիթը։ Նա կորցնում էր այն ամենը, ինչի համար ապրում էր։
Հեռախոսը զանգեց, դա Լևոնն էր։ Հելեն, անմիջապես միացրո հեռուստացույցը, լուրերն են։ Դողացող ձեռքերով Հելենը վերցրեց հեռակառավարման վահանակը։ Էկրանին հաղորդավարը լուրջ դեմքով կարդում էր տեքստը։ Հայտնի վիրաբույժ Հելեն Մարգարյանի դեմ ծառայողական քննություն է սկսվել։ Նա կասկածվում է մի քանի տարի առաջ տեղի ունեցած բժշկական սխալի մեջ, որը հանգեցրել է հիվանդի մահվան։ Հելենը նայում էր էկրանին, ոչինչ չհասկանալով։ Սա սուտ էր, բացահայտ, կեղտոտ սուտ։ Վարդանյանը սկսել էր իր խոստացած պատերազմը։ Նա ոչնչացնում էր նրա կարիերան, նրա համբավը, նրա կյանքը։ Եվ այդ պահին Հելենը հասկացավ, որ նա կորցրել է վերահսկողությունը։ Իրադարձությունները ձնագնդի պես մեծանում էին, եւ նա այլևս չէր կարող կանգնեցնել դրանք։ Նա մենակ էր, շրջապատված թշնամիներով։ Որդին հեռացել էր, իսկ իր անցյալը վերադարձել էր, իրեն թաղելու համար։ Հեռուստացույցի էկրանից հնչող մեղադրանքները խառնվում էին Հելենի գլխում պտտվող մտքերի քաոսին։ Նրա աշխարհը փլուզվում էր կտոր առ կտոր, եւ նա չգիտեր, որ բեկորից բռնի։ Դավիթի փախուստը, Վարդանյանի հարձակումը, Անահիտի հայտնվելը, այս ամենը միահյուսվել էր մի անլուծելի հանգույցի, որը խեղդում էր իրեն։ Հուսահատության մեջ նա արեց միակ բանը, որ կարող էր, նա զանգահարեց Լևոնին։ Լևոն, օգնիր ինձ, նրա ձայնը կոտրվեց։ Ես չգիտեմ ինչ անել, նա ոչնչացնում է ինձ։ Լևոնի ձայնը հանգիստ էր, բայց պողպատի պես ամուր։ Հելեն, լսիր ինձ ուշադիր, հիմա տանից դուրս մի արի, ես կգամ քեզ մոտ, բայց մինչ այդ մի բան պետք է անես։ Հիշում ես այն մահացած բուժքրոջը, Կարինեին։ Նա քեզ ինչ-որ բան տվել է, թողել է։ Հելենը փորձեց հիշել, այդ գիշերվա իրադարձությունները մշուշի մեջ էին։ Ոչ, կարծես թե ոչ, նա միայն խոսում էր։ Հետո նա հիշեց։ Կարինեն մահվանից առաջ նրա ձեռքն էր սեղմել մի փոքրիկ հին բանալի, այնքան աննշան մի բան, որ նա գրպանն էր դրել ու մոռացել։ Նա դողացող ձեռքերով գտավ այն։ Այո, մի բանալի կա, ասաց նա։ Շատ լավ, պատասխանեց Լևոնը։ Նա ապրում էր հիվանդանոցի հանրակացարանում։ Բանալին պետք է նրա սենյակից լինի։ Գնա այնտեղ, անմիջապես։ Փնտրիր ամեն ինչ, ժամանակ չկա։ Հանրակացարանի միջանցքը մութ էր ու խոնավ։ Կարինեի սենյակի դուռը դժվարությամբ բացվեց։ Ներսում օդը ծանր էր ու հին։ Փոքրիկ խառնաշփոթ սենյակ էր, միայնակ ծեր կնոջ կացարան։ Հելենը սկսեց փնտրել, չիմանալով թե ինչ է փնտրում։ Նա բացեց պահարանները, քրքրեց հին թղթերը։ Ոչինչ։ Հույսը սկսում էր մարել, երբ նրա հայացքը ընկավ մահճակալի տակ դրված փոշոտ փայտե արգխիկին։ Բանալին համընկավ։ Ներսում հին լուսանկարների եւ չորացած ծաղիկների տակ դրված էր մի հաստ կաշվե կազմով օրագիր։ Հելենը բացեց այն։ Ձեռագիրը մանր էր, խիտ։ Դա Կարինեի օրագիրն էր, որը նա պահել էր տասնյակ տարիներ։ Հելենը սկսեց թերթել, փնտրելով 22 տարվա վաղեմության գրառումները, եւ նա գտավ։ Այն, ինչ նա կարդաց, ստիպեց նրա սրտին մի պահ կանգ առնել, իսկ հետո սկսել բաբախել այնպիսի ուժգնությամբ, որ թվում էր կպայթի։ Այսօր տեղի ունեցավ սարսափելին, գրված էր օրագրում։ Բժիշկ Վարդանյանը ստիպեց ինձ կատարել հանցագործություն։ Նրա եղբոր կնոջ երեխան մահացած ծնվեց։ Նա հրամայեց փոխել նրան Անահիտ անունով աղջկա առողջ երեխայի հետ։ Բայց դա ամենը չէր։ Այդ գիշեր եւս մեկ ծնունդ եղավ։ Բժիշկուհի Հելեն Մարգարյանը։ Նրա երեխան ծնվեց սրտի լուրջ արատով։ Նա ապրելու շանս չուներ։ Վարդանյանը գիտեր, որ Հելենը հենց նոր է այրիացել, որ նա ուժեղ կին է, որը կարող է հաղթահարել դա։ Նա 3 երեխայի ճակատագիր որոշեց մեկ գիշերում։ Մահացած երեխային տվեցին Հելենին, ասելով, որ նա չի դիմացել։ Անահիտի առողջ երեխային տվեցին Վարդանյաններին, իսկ Անահիտին ասացին, որ իր երեխան է մահացել։ Ոչ ոք չպետք է իմանա, որ Հելենի իսկական որդին մահացել է ծնվելուց ժամեր անց։ Հելենը կարդում էր նույն տողերը նորից ու նորից, բայց ուղեղը հրաժարվում էր ընկալել դրանց իմաստը։ Աշխարհը նրա շուրջը սկսեց պտտվել, ձայները խլացան, գույները խառնվեցին։ Ժամանակը կարծես կանգ առավ։ Ստացվում է, որ Դավիթը Անահիտի որդին է, իսկ իր իսկական կենսաբանական որդին մահացել է 22 տարի առաջ։ Ցավի, դավաճանության եւ անհավատալի կորստի զգացումը միաժամանակ խոցեց նրան։ Նրա ամբողջ կյանքը, նրա մայրությունը, այն սերը, որը նա տվել էր Դավթին, ամեն ինչ կառուցված էր ոչ թե ուրիշի, այլ իր սեփական ողբերգության վրա։ Վարդանյանը ոչ միայն գողացել էր Անահիտի երեխային, այլև նրանից, Հելենից, գողացել էր ճշմարտությունը իր սեփական երեխայի մահվան մասին։
Նա նրան թույլ չէր տվել անգամ սգալ իր կորուստը։ Նա նրան տվել էր ուրիշի երեխային, որպես փոխարինող, որպեսզի թաքցնի իր սեփական հանցագործությունը։ Այդ պահին նախորդ օրերի բոլոր իրադարձությունները ստացան նոր, սարսափելի իմաստ։ Վարդանյանի սպառնալիքները, նրա վստահությունը, որ Հելենը կլռի հանուն որդու։ Այս ամենը ոչ թե Անահիտի, այլ իր Հելենի մասին էր։ Նա շանտաժի էր ենթարկում նրան իր սեփական ցավով, իր սեփական գաղտնիքով, որի մասին ինքը նույնիսկ չգիտեր։ Հելենը ընկավ ծնկների վրա, օրագիրը սեղմելով կրծքին։ Արցունքները խեղդում էին նրան։ Նա ողբում էր ոչ միայն այն որդու համար, ում երբեք չէր ճանաչել, այլև այն կյանքի համար, որը նա կարծում էր, թե ունի։ Այդ պահին նա հասկացավ, որ այս պատերազմն այլևս Դավթի ծագման մասին չէ։ Սա պատերազմ էր իր սեփական անցյալի, իր սեփական ճշմարտության և այն մարդու դեմ, ով գողացել էր իրենից ավելին, քան որդին։ Նա գողացել էր նրա հիշողությունը։ Ցավը սկզբում սուր էր ու կուրացնող, բայց հետո այն վերածվեց մի սառը անծայրածիր դատարկության։ Հելենը նստած էր Կարինեի սենյակի հատակին, և նրա շուրջը ոչ թե պատեր էին, այլ իր 22 դարվա ստի փլատակները։ Նրա որդին մահացել էր։ Այդ 3 բառը նրա ուղեղում արձագանքում էր, ջնջելով բոլոր մյուս մտքերը։ Նա, որ հազարավոր կյանքեր էր փրկել, չէր կարողացել փրկել իր սեփական երեխային։ Եվ ամենասարսափելին այն էր, որ նա նույնիսկ չէր իմացել այդ մասին։ Վարդանյանը նրանից գողացել էր ոչ միայն ճշմարտությունը, այլև սգալու իրավունքը։ Երբ դռան թակոցը հնչեց, նա չշարժվեց։ Միայն երբ Լևոնի անհանգիստ ձայնը լսվեց, նա դանդաղ բարձրացրեց գլուխը։ Լևոնը մտավ սենյակ և տեսնելով Հելենի դատարկ հայացքն ու ձեռքին սեղմած օրագիրը, ամեն ինչ հասկացավ։ Նա լուռ նստեց կողքին, վերցրեց օրագիրը և սկսեց կարդալ։ Երբ նա վերջացրեց, նրա դեմքին զայրույթն ու կարեկցանքը խառնվել էին իրար։ «Այս սրիկան», շշնջաց նա ոչ թե մարդ է, այլ հրեշ։ Հետո նա նայեց Հելենին։ «Հիմա ինչ ես անելու»։ Այդ հարցը Հելենին դուրս բերեց շոկից։ Դատարկությունը սկսեց լցվել նոր, անծանոթ զգացումով, սառը, հաշվարկված զայրույթով։ Նրա արցունքները չորացել էին։ Տառապող մորը փոխարինելու էր եկել վիրավոր, բայց աննկուն մարտիկը։ «Ես կոչնչացնեմ նրան», ասաց նա, և նրա ձայնը հանգիստ էր, բայց լի պողպատե վճռականությամբ։ Ոչ թե վրեժի համար, այլ արդարության։ Անահիտի, Դավիթի և այն երեխայի համար, ում անունը ես անգամ չգիտեմ։ Լևոնը գլխով արեց։ «Ես քեզ հետ եմ, մինչև վերջ, բայց մենք պետք է խելացի գործենք»։ Վարդանյանը հզոր է, նրա ձեռքերը ամեն տեղ հասնում են։ Այս օրագիրը հզոր զենք է, բայց դա բավարար չէ, մեզ պետք են դաշնակիցներ։ Այդ պահին Հելենի միտքը պարզվեց։ Նա գիտեր, թե ով կարող էր լինել իրենց առաջին դաշնակիցը։ Նա հանեց հեռախոսը և հավաքեց մի համար։ «Անահիտ», ասաց նա, երբ կինը պատասխանեց, «ես պետք է ձեզ տեսնեմ։ Ես պարզել եմ ամբողջ ճշմարտությունը, և դա ավելի սարսափելի է, քան մենք պատկերացնում էինք»։ Նրանք հանդիպեցին Լևոնի ամառանոցում, քաղաքից հեռու ապահով վայրում։ Երբ Հելենը Անահիտին պատմեց ճշմարտությունը իր սեփական որդու մահվան մասին, Անահիտի աչքերում թշնամանքի փոխարեն հայտնվեց խորը կարեկցանք։ Նա տեսնում էր ոչ թե մրցակցի, այլ իր նման խաբված, ցավի մեջ կորած մեկ այլ մոր։ Առաջին անգամ նրանց միջև ոչ թե Դավիթն էր կանգնած, այլ ընդհանուր թշնամին։ «Նա մեզ երկուսիս կյանքն էլ քանդել է», շշնջաց Անահիտը, «մենք պետք է ստիպենք նրան պատասխան տալ»։ Երկու մայրերը, որոնց ճակատագիրը այդքան դաժանորեն միահյուսվել էր, դարձան դաշնակիցներ։ Նրանց պլանը սկսեց ձևավորվել։ Նրանք որոշեցին, որ պետք է գտնեն Դավթին, բայց ոչ թե որպեսզի նրան բաժանեն, այլ որպեսզի նրան պատմեն ամբողջ ճշմարտությունը և թույլ տան, որ նա ինքը որոշի իր ճակատագիրը։ Եվ նրանց երկրորդ քայլը պետք է լիներ Վարդանյանի կայսրությունը ներսից քանդելը։ Լևոնը, օգտագործելով իր կապերը, սկսեց տեղեկություններ հավաքել Վարդանյանի բիզնեսի, նրա թույլ կողմերի և գաղտնի գործարքների մասին։ Մինչ նրանք մշակում էին իրենց ռազմավարությունը, մի անտառային տնակում, քաղաքի աղմուկից հեռու, Դավիթը պայքարում էր իր սեփական դևերի դեմ։ Նա փախել էր ոչ թե մորից, այլ այն ճշմարտությունից, որը զգում էր, բայց վախենում էր ընդունել։ Նա անընդհատ վերհիշում էր իր մանկությունը, Հելենի սերը, նրա հոգատարությունը։ Միթե այդ ամենը սուտ էր։ Նա չէր կարողանում հավատալ դրան։ Բայց ձեռագործ վերմակի պատկերը և Վարդանյանի անվան շուրջ պտտվող գաղտնիքները թույլ չէին տալիս նրան հանգիստ լինել։ Մի երեկո համացանցում աննպատակ թափառելիս նա պատահաբար տեսավ լուրը Հելենի դեմ սկսված քննության մասին։
Նրա սիրտը սեղմվեց։ Նա գիտեր, որ դա սուտ է, նա գիտեր, որ իր մայրը այն կին, ով իրեն մեծացրել էր, երբեք նման բան չէր անի։ Եվ նա հասկացավ, որ այս ամենը կապված է իր հետ, այն գաղտնիքի հետ, որը նա փորձում էր բացահայտել։ Նա հասկացավ, որ փախչելով, նա Հելենին մենակ է թողել վտանգի դեմ։ Այդ գիտակցումը սթափեցրեց նրան։ Նա այլևս չէր կարող թաքնվել։ Նա պետք է վերադառնար եւ պարզեր ճշմարտությունը, ինչպիսին էլ որ այն լիներ։ Հելենի, Լևոնի եւ Անահիտի համար նոր իրականությունը պարզ էր։ Նրանք այլևս զոհեր չէին, այլ մարտիկներ, որոնք ունեին նպատակ եւ գործողությունների պլան։ Նրանք գիտեին, որ ճանապարհը վտանգավոր է լինելու եւ որ Վարդանյանը հեշտությամբ չի հանձնվի, բայց նրանք նաեւ գիտեին, որ այլևս կորցնելու ոչինչ չունեն։ Հելենը նայեց օրագրին։ Այն այլևս ոչ թե ցավի, այլ ուժի խորհրդանիշ էր։ Նա կարծում է, թե վերահսկում էր իրավիճակը, հանգիստ ասաց Հելենը։ Նա չգիտի, որ մենք գիտենք ամեն ինչ։ Նա չգիտի, որ մենք պատրաստվում ենք հարվածել։ Եվ մեր առաջին հարվածը կլինի այնտեղ, որտեղ նա ամենակիչն է սպասում։ Հելենի առաջին հարվածը անսպասելի էր ու ճշգրիտ, ինչպես վիրաբույժի դանակի կտրվածք։ Նա գիտեր, որ Վարդանյանի ամենամեծ թուլությունը նրա հանրային կերպարն է, անբիծ բարերարի եւ հարգված գործարարի դիմակը։ Օգտագործելով Լևոնի հավաքած տեղեկությունները, Հելենը անանուն կերպով մի շարք փաստաթղթեր ուղարկեց մի անկախ հետաքննող լրագրողի։ Փաստաթղթերը բացահայտում էին Վարդանյանի բարեգործական հիմնադրամի միջոցով կատարվող ֆինանսական խարդախությունները։ Մի քանի օր անց լուրը պայթեց։ Հասարակությունը ցնցված էր։ Վարդանյանի կայսրության հիմքերը սկսեցին ճաքչքել։ Սա նրանց առաջին հաղթանակն էր, բայց Հելենը գիտեր, որ սա միայն սկիզբն է։ Վարդանյանը վիրավոր գազանի պես ավելի վտանգավոր կդառնար։ Եվ նա իրավացի էր։ Պատասխան հարվածը չուշացավ։ Հիվանդանոցի ղեկավարությունը, որի վրա Վարդանյանը հսկայական ազդեցություն ուներ, Հելենին ժամանակավորապես հեռացրեց աշխատանքից, մինչև ծառայողական քննության ավարտը։ Նրան փակեցին իր իսկ թագավորության, վիրահատարանի դռները։ Հելենը կորցրեց իր աշխատանքը, բայց ոչ իր վճռականությունը։ Նրա երկրորդ քայլը ուղղված էր Դավթին գտնելուն։ Նա հասկանում էր, որ չի կարող ուղղակիորեն փնտրել նրան։ Քանի որ Վարդանյանի մարդիկ հետևում էին իրեն։ Փոխարենը նա օգտագործեց Դավթի հետ իրենց կապի միակ գաղտնի ուղին՝ նրա սիրելի ճարտարապետական ֆորումը, որտեղ Դավիթը անանուն կերպով հրապարակում էր իր աշխատանքները։ Հելենը գրանցվեց նոր անունով եւ սկսեց մեկնաբանել Դավթի նախագծերը, օգտագործելով այնպիսի արտահայտություններ եւ հիշողություններ, որոնք միայն իրենք երկուսը կարող էին հասկանալ։ Հիշով ես այն փայտե տնակը, որը մենք կառուցեցինք Սևանի ափին։ Դու միշտ ասում էիր, որ այնտեղ պատուհանները պետք է նայեն դեպի արևածագը։ Նա սպասում էր, հույսով, որ Դավիթը կհասկանա ծածկագրված ուղերձը։ Միևնույն ժամանակ Անահիտը սկսեց գործել իր ճակատում։ Նա վերադարձավ իր գյուղ եւ սկսեց խոսել այն կանանց հետ, ովքեր տարիներ առաջ ծննդաբերել էին նույն ծննդատանը։ Նա փնտրում էր ուրիշ զոհերի, ուրիշ պատմությունների, որոնք կօգնեին բացահայտել Վարդանյանի հանցագործությունների ամբողջական պատկերը։ Դավիթը տեսավ հաղորդագրությունը։ Նրա սիրտը բաբախեց։ Այդ բառերը, այդ հիշողությունը, դա կարող էր լինել միայն իր մայրը։ Նա հասկացավ, որ Հելենը փորձում է կապ հաստատել իր հետ։ Կասկածների եւ սիրո միջև տատանվելով, նա պատասխանեց նույն կերպ, օգտագործելով իրենց ընդհանուր անցյալի մանրամասները։ Նրանց միջև ստեղծվեց մի անտեսանելի կամուրջ։ Հելենը հասկացավ, որ Դավիթը ողջ է, առողջ եւ պատրաստ է լսելու։ Նա պայմանավորվեց հանդիպել նրա հետ մի հին, լքված եկեղեցում, իրենց մանկության սիրելի վայրերից մեկում։ Բայց Վարդանյանը մեկ քայլ առաջ էր։ Նա, կանխազգալով Հելենի քայլերը, հրամայել էր հետևել նրա բոլոր առցանց գործողություններին։ Նա գիտեր հանդիպման վայրի եւ ժամի մասին։ Երբ Հելենը մոտենում էր եկեղեցուն, նա տեսավ, որ այն շրջապատված է Վարդանյանի մարդկանցով։ Դա ծուղակ էր։ Նա հասկացավ, որ եթե ինքը մտնի ներս, նրանք կբռնեն եւ իրեն եւ Դավթին։ Հուսահատության մեջ նա արեց միակ բանը, որ կարող էր։ Նա զանգահարեց ոստիկանություն եւ անանուն հաղորդում տվեց, թե իբր լքված եկեղեցում պայթուցիկ սարք է տեղադրված։ Մի քանի րոպե անց ոստիկանական մեքենաների ազդանշանները ստիպեցին Վարդանյանի մարդկանց հեռանալ։ Հելենը հաղթել էր այս փոքրիկ ճակատամարտում, բայց կորցրել էր Դավթի հետ հանդիպելու հնարավորությունը։ Հարաբերությունները գերլարված էին։ Հելենը զգում էր, որ պատը իր շուրջը սեղմվում է։ Նրա հեղինակությունը քանդված էր, աշխատանքը կորցրած, իսկ որդին անհասանելի։ Նա գիտեր, որ պետք է անցնի վճռական վերջին գրոհի։ Նրա պլանը հանդուգն էր եւ չափազանց ռիսկային։
Նա որոշեց ուղղակիորեն դիմակայել Վարդանյանին, բայց ոչ թե մենակ, այլ իր իսկ տարածքում։ Նա իմացավ, որ մի քանի օրից Վարդանյանը կազմակերպում է մեծ բարեգործական ընթրիք, որին ներկա էին լինելու քաղաքի ողջ էլիտան, լրագրողներ և քաղաքական գործիչներ։ Դա կատարյալ բեմ էր ճշմարտությունը բացահայտելու համար։ Նա կապ հաստատեց այն լրագրողի հետ, ում փոխանցել էր առաջին փաստաթղթերը, և նրանք մշակեցին գործողությունների պլան։ Հելենը պետք է ներխուժեր միջոցառմանը և ուղիղ եթերում բացահայտեր ամեն ինչ, ներկայացնելով Կարինեի օրագիրը։ Դա ինքնասպանությանը հավասար քայլ էր, բայց նա այլ ելք չուներ։ Նա պատրաստ էր զոհել իր ազատությունը, որպեսզի Վարդանյանը վերջապես ստանա իր արժանի պատիժը։ Նա նայեց հայելու մեջ իր արտացոլանքին։ Այնտեղից նրան նայում էր ոչ թե հաջողակ վիրաբույժը, այլ մի կին, ով կորցրել էր ամեն ինչ, բայց գտել էր իր իսկական ուժը։ Նա պատրաստ էր իր վերջին ամենակարևոր վիրահատությանը։ Շքեղ դահլիճը լի էր փայլով, շամպայնի զնգոցով և կեղծ ժպիտներով։ Արման Վարդանյանը կանգնած էր բեմում, վայելելով իր հաղթանակը։ Նրա դեմ սկսված մեդիա արշավը կարծես թե մարել էր, իսկ Հելեն Մարգարյանի անունը մոռացության էր մատնվում։ Նա սկսեց իր ճառը, խոսելով բարեգործության և մարդասիրության մասին։ Հենց այդ պահին դահլիճի հիմնական դռները բացվեցին և ներս մտավ Հելենը։ Նա մենակ չէր, նրա կողքին քայլում էր Անահիտը։ Լռություն տիրեց, բոլոր հայացքները սևեռվեցին նրանց վրա։ Վարդանյանը մի պահ կորցրեց ինքնատիրապետումը, նրա դեմքին զայրույթի կայծ անցավ, բայց նա արագ իրեն ձեռքը վերցրեց։ «Տիկին Մարգարյան», սառը ասաց նա խոսափողի մեջ, «կարծում եմ դուք շփոթել եք միջոցառումը»։ Հելենը, անտեսելով անվտանգության աշխատակիցներին, ուղիղ գնաց դեպի բեմ, նրա ձեռքին Կարինեի օրագիրն էր։ «Ոչ, պարոն Վարդանյան», հանգիստ, բայց հստակ հնչեց նրա ձայնը դահլիճում։ «Ես եկել եմ վերջ դնելու ձեր ստին»։ Նա բարձրացրեց օրագիրը։ «Այստեղ մի կնոջ խոստովանությունն է, ով չէր կարող իր գաղտնիքը տանել գերեզման։ Այստեղ գրված է, թե ինչպես եք դուք 22 տարի առաջ գողացել ես այս կնոջ՝ Անահիտ Սարգսյանի երեխային»։ Դահլիճում խուլ շշուկ անցավ։ Լրագրողները միացրին իրենց տեսախցիկները։ Վարդանյանը գունատվել էր։ «Սա զրպարտություն է, նա խելագարվել է»։ Բայց Հելենը շարունակեց, ձայնը դողում էր զսպված հուզմունքից։ «Բայց սա դեռ ամենը չէ։ Այդ նույն գիշեր դուք ինձանից գողացել եք ավելին։ Դուք ինձ ասացիք, որ իմ նորածին որդին մահացել է։ Դուք ինձ թույլ չտվեցիք անգամ տեսնել նրան։ Իրականում, դուք իմ մահացած երեխային տվեցիք Անահիտին, ասելով, որ դա իր երեխան է, իսկ նրա առողջ երեխային վերցրիք ձեր ընտանիքի համար»։ Հենց այդ պահին, երբ լարվածությունը հասել էր գագաթնակետին, դահլիճի հետևի դռնից ներս մտավ Դավիթը։ Նրա դեմքին ցավի և վճռականության խառնուրդ էր։ Նա լսել էր ամեն ինչ։ Նա քայլեց առաջ, կանգնելով երկու մայրերի և Վարդանյանի միջև։ Նա նայեց Վարդանյանին, և նրա հայացքում արդեն ոչ թե շփոթված երիտասարդ էր, այլ տղամարդ, ով պահանջում էր պատասխաններ։ «Ճիշտ է», հարցրեց նա, և նրա ձայնը կտրեց լռությունը։ «Այս ամենը ճիշտ է»։ Վարդանյանը կորցրել էր խոսելու ունակությունը։ Նրա կայսրությունը փլուզվում էր նրա աչքի առաջ, և այդ պահին, երբ թվում էր, թե ամեն ինչ վերջացած է, նա արեց իր վերջին հուսահատ քայլը։ Նա նայեց Դավթին և թունավոր ժպիտով ասաց. «Դու ուզում ես իմանալ ճշմարտությունը, տղաս։ Ճշմարտությունն այն է, որ քո իսկական հայրը ես չեմ։ Քո իսկական հայրը իմ եղբայրն էր, ով ինքնասպան եղավ այն բանից հետո, երբ իմացավ, որ իր սիրելի կինը չի կարող երեխաներ ունենալ։ Ես արեցի այս ամենը նրա հիշատակի համար, ես քեզ տվեցի կյանք, ընտանիք»։ Բայց այդ խոստովանությունն այլևս ոչինչ չէր փոխում։ Դահլիճում արդեն ոստիկաններն էին։ Վարդանյանի խաղն ավարտված էր։ Ամիսներ անց։ Դատավարությունն աղմկոտ էր։ Արման Վարդանյանը դատապարտվեց երկարատև ազատազրկման։ Նրա կայսրությունը փլուզվեց, իսկ նրա անունը դարձավ ստի և դաժանության խորհրդանիշ։ Բայց հերոսների համար իսկական պայքարը սկսվեց դատարանի դահլիճից դուրս։ Դա ներման, ընդունման և նոր կյանք կառուցելու երկար ու դժվարին ճանապարհ էր։ Դավիթը կանգնած էր բարդ ընտրության առաջ։ Նա ուներ երկու մայր, մեկը, ով իրեն կյանք էր տվել, և մյուսը, ով իրեն սեր և դաստիարակություն էր տվել։ Նա չընտրեց։ Նա ընդունեց երկուսին էլ։ Նրա սիրտը բավականաչափ մեծ էր երկու մայրերի համար։ Նա սկսեց ժամանակ անցկացնել Անահիտի հետ, ծանոթանալով իր արմատներին, իր իսկական ընտանիքին։
բայց նրա տունը մնաց Հելենի հետ։ Նրանց կապը, որը կոփվել էր սիրով եւ փորձություններով, ավելի ամուր էր, քան արյան կանչը։ Հելենը վերականգնվեց աշխատանքում, նա վերադարձավ վիրահատարան, բայց նա այլևս նույնը չէր։ Նա ավելի իմաստուն էր, ավելի կարեկից։ Նա հասկացել էր, որ կյանքը միայն սև ու սպիտակ չէ։ Նա ներեց ինքն իրեն այն բանի համար, որ չէր իմացել ճշմարտությունը եւ գտավ իր հոգու խաղաղությունը, իր որդու հիշատակը պահելով սրտում։ Մի արևոտ օր նրանք երեքով, Հելենը, Դավիթը եւ Անահիտը նստած էին Սևանի ափին, այն նույն վայրում, որտեղ Հելենն ու Դավիթը ժամանակին փայտե տնակ էին կառուցել։ Նրանք լուր նայում էին ջրի ալիքներին։ Նրանց միջև անհարմարություն չկար, կար միայն ընդունում եւ հանգստություն։ Սուտը, որը 20 տարուց ավելի թունավորել էր նրանց կյանքը, վերջապես մահացել էր։ Իսկ նրա տեղում ծնվել էր մի նոր, ավելի բարդ, բայց եւ ավելի ազնիվ ճշմարտություն։ Ճշմարտություն այն մասին, որ իսկական ընտանիքը ոչ թե արյունն է, այլ սերը, ներումը եւ միմյանց կողքին լինելու կարողությունը, անկախ ամեն ինչից։ Այս պատմությունը մեզ սովորեցնում է, որ անցյալի սխալները կարող են կործանել, բայց նաև կարող են դառնալ նոր, ավելի ուժեղ ապագայի հիմքը։ Իսկ դուք ինչ եք կարծում։ Կարող է արդյոք սերը հաղթել ամենադաժան ստին։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում եւ եկեք միասին քննարկենք այս բարդ, բայց եւ այնքան կենսական հարցերը։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։